Բարձր սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն մայիսի 24-ն է եւ այս հաղորդման մեջ մի քանի կարևոր հարցի ենք անդրադառնալու, ինչպես Հայաստանին վերաբերող, այնպես էլ միջազգային կարևոր հարցերի եւ ուզում եմ սկսել Դուգինի նամակից Իլհամ Ալիևին, որով որ նա ավելի շատ է բացահայտում Ռուսաստանի Դաշնության ոչ միայն օգնությունը Լեռնային Ղարաբաղը գրավելու մասով, այլ նաեւ կոնկրետ ծրագրավորված Պուտինի եւ Ալիևի աշխատանքը բարդ շատ օպերացիան, ինչպես հաստատի անվանում է դա Դուգինը, որ Ադրբեջանը կարողանա գրավել Լեռնային Ղարաբաղը։ Հապազանց կարևոր տեղեկություն է, Դուգինը համարվում է Կրեմլի իդեոլոգը, այսինքն նրա գաղափարներից են շատ անգամ ոգեշնչվում Վլադիմիր Պուտինը, Եվրասիականության գաղափարախոսության հիմնադիրն է նաև Դուգինը եւ շատերը ասում են, որ Դուգինից մեծ բան է կախված Ռուսաստանի քաղաքականության մեջ։ Դուգինը առաջին անգամ չէ, որ խոսում է կոնկրետ այդ մասին, որ իրենց միջամտությամբ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի գրավում Ադրբեջանի կողմից, դա հատուկ ծրագրված օպերացիա էր, բայց կարծես թե այս անգամ ավելի շատ է ինքը բացահայտում այդ փակագծերը եւ դժգոհություն է հայտնում այն ամենից, որ Ադրբեջանը ստացել է ինչ իրեն պետք էր, ինչի շուրջ նրանք պայմանավորվել էին, բայց նույն ժամանակ չի մտել ՀԱՊԿ եւ Եվրասիական միություն եւ փորձում է խաբել Ռուսաստանի Դաշնությանը, հիմա էլ փակում է ՌԻԱ Նովոստին, Սպուտնիկը եւ դա Դուգինի մոտ փաստացի մեծ ներգոհություն է առաջացնում, այդ իսկ պատճառով նա նամակ է հղել Իլհամ Ալիևին։ Առաջարկում եմ լսել, թե կոնկրետ ինչ նամակ է հղել Դուգինը Իլհամ Ալիևին։ Հիմա Բաքվի ժամանակն է անդամակցելու ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին։ Արդեն իսկ չկան տրամաբանական հակասություններ, թե ինչու դա չպետք է տեղի ունենա։ Պուտինը եւ Ալիևը այդքան դժվարությամբ են կառուցել մի մոդել, որը Ղարաբաղում Բաքվի համար բերել է նման դրական արդյունքի, հսկայական դժվարությամբ մենք օգնեցինք Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը։ Բայց այդ կարգավիճակը պետք է լինի, այլապես իրավիճակն այսպիսի տեսք ունի. մենք զոհաբերեցինք մեր դաշնակցին, իսկ ի պատասխան ստանում ենք մի ուժի ամրապնդում, որը ոչ մի փաստաթղթով մեզ հետ դաշնակից չէ։ Մենք մեր խնդիրը կատարել ենք, սպասում ենք ից հաջորդ քայլին։ Հիմա հերթը Բաքվինն է։ Եվրասիացիներն աջակցում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ամեն կերպ օգնում էին ռուս-ադրբեջանական երկխոսությանը։ Ինչու են նման խիստ ժամկետներ անմեղ եւ անկեղծ մարդկանց համար։ Չեմ հասկանում։ Եվ շատ վշտացած եմ։ Եվրասիացիները եւ ռուսները եւ ադրբեջանցիները անփոփոխ կերպով աջակցում էին Իլհամ Ալիևին, հարգում էին Հեյդար Ալիևի հիշատակը։ Կարծում եք Բաքվին այդքան հեշտությամբ հաջողվեց հետ վերցնել Ղարաբաղը։ Մենք առաջարկում էինք ավելի խաղաղ եւ սահուն անցման նախագիծ, պաշտպանում էինք այն։ Բայց երբ սկսվեց պատերազմը, ըստ ձեզ ով էր կանգնած ադրբեջանական սցենարի հետևում։ Թանկագին Իլհամ Հեյդարովիչ։ Հուսով եմ, սա պարզապես թյուրիմացություն է, եւ շուտով ամեն ինչ կլուծվի։ Մոսկվա-Բաքու առանցքը լուրջ բան է, չարժե այն կասկածի տակ դնել նման տարօրինակ եւ բացարձակապես չարդարացված քայլերով։ Ինչպես նաև բացարձակապես չեմ հասկանում Սպուտնիկի եւ ՌԻԱ Նովոստիի փակումը Բաքվում։ Ինչ է կատարվում։ Հաստատ սիրելի հայրենակիցներ, դուք տեսնում եք Դուգինի նամակը Իլհամ Ալիևին, այն նաև հիշեցում է, որ նախկինում ինքը կրկին այդ թեմայի շուրջ արտահայտվել էր, հիմա ավելի պարզ է ասում, որ մենք զոհաբերեցինք մեր դաշնակցին, Հայաստանի Հանրապետությանը, իսկ դուք խոստացել եք եւ չեք մտնում ՀԱՊԿ եւ չեք մտնում Եվրասիական միություն, հակառակը փակում եք ռուսական քարոզչական մեքենան Ադրբեջանում, ինչ է դա նշանակում։ Փաստացի Դուգինի այդ նամակից պարզ է դառնում, որ Իլհամ Ալիևը չի շարժվում այն ուղղությամբ, որը որ ձեռնտու է Ռուսաստանի Դաշնությանը եւ որի շուրջ որ նրանք պայմանավորվել էին։ Նրանք պայմանավորվել էին, երբ որ օկուպացնում էին Արցախը, երբ որ հարձակվում էին Հայաստանի սուվերեն տարածքների վրա։ Շատ հետաքրքիր եւ կարեւոր տեղեկություն է սա։ Մենք այս մասին գիտեինք, բայց շատ ավելի կարեւոր է այս մասին տեղեկանալ կոնկրետ Դուգինից, ինչպես արդեն նշեցի, Կրեմլի իդեոլոգից, եւ մենք հասկանում ենք, եւ ամբողջ աշխարհը հիմա հնարավորություն ունի
ավելի պարզ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել 20 թվականին, 21-22 թվականներին եւ 23 թվականին, երբ որ Արցախը արդեն լրիվությամբ հայաթափվեց։ Այսինքն Ռուսաստանի Դաշնությունը ամեն ջանք գործադրել է, որպեսզի դա իրականություն դառնա, չեն թաքցնում մարդիկ, արդեն բաց ասում են, կոնկրետ Դուգինն է ասում, ես չեմ ասում, ինքը Դուգինը, ով որ համարվում է Կրեմլի իդեոլոգը, ասում է, որ այդպես ենք մենք վարվել, բայց դրա դիմաց հիմա Ադրբեջանը կոպիտ ասած թցում է Ռուսաստանի Դաշնությանը։ Սա շատ հետաքրքիր է, բայց նույն ժամանակ կարևոր է հասկանալ, որ մեր վերլուծությունները այն առումով, որ վերջին շրջանում Ադրբեջանը սկսել է փորձել ամրապնդել իր ինքնիշխանությունը, դա եւս ճիշտ է։ Ադրբեջանը հասկանում է, որ հակառակ ուղղությամբ շարժվելով իրենք կկորցնեն իրենց անկախությունը, ինքնիշխանությունը, եւ դա է պատճառը, որ ահա այդպիսի գործողություններ է փորձում իրականացնել Իլհամ Ալիևը։ Ինչ այլոց շատ երկրներ են հիմա օգտվում այդ իրավիճակից, խոսքը հետ խորհրդային երկրների մասին է, որպեսզի իրենց կախվածությունը նվազեցնեն Ռուսաստանի Դաշնությունից, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը եւ Եվրամիությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, ասենք թե չասենք, հիմա կարծես դուրս են գալիս այդ իրավիճակից, բայց պատերազմական իրավիճակի մեջ են, չէ, Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծես թե փոխվում են այդ իրավիճակից, ու դա բնականաբար շատ վատ է եվրոպացիների համար, շատ վատ է ընդհանուր առմամբ արևմտյան դաշնակիցների համար։ Դրա մասին մենք խոսել ենք, դա առանձին թեմա է եւ դա ավելի է բարդացնում փաստացի իրավիճակը եւ ահա այդ ֆոնին Ռուսաստանի Դաշնությունը ավելի համարձակ է դառնում, ավելի ուրիշ տեսակի հաջողություններ է արձանագրում, բայց մյուս կողմից նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ջանքերի շնորհիվ նավթի գների անկումն է տեղի ունենում, դա ավելի մեծ ճնշում է գործադրում Ռուսաստանի տնտեսության վրա, այսինքն ամեն ինչ այդքան միանշանակ չէ, բայց այս պայմաններում շատ կարևոր է, որ Հայաստանը շարժվի ինքնիշխանության ամրապնդման ուղղությամբ, եւ եթե Ադրբեջանը շարժվում է այդ ուղղությամբ, դա լավ է, քանի որ խաղաղության հաստատման հնարավորությունը մի քանի անգամով սկսում է աճել։ Այնինչ խոստովանում է Դուգինը, դրա մասին մենք գիտեինք, դա ուղղակի կարևոր է, շատ կարևոր է մեզ համար այն առումով, որ մենք ավելի լավ հասկանանք, թե ինչ է հիմա տեղի ունենում, հասկանանք այն, որ մենք ճիշտ ենք մեր վերլուծությունների մեջ, որ Ադրբեջանը կոպիտ ասած քցում է ռուսներին եւ փորձում է ամրապնդել իր ինքնիշխանությունը։ Նույնն է անում նաեւ ինչ որ միտեղ Հայաստանը, բայց Հայաստանը վերջին շրջանում կարծես շատ ավելի նեղված է, քանի որ անհասկանալի ու ավելի անորոշ է դառնում Ուկրաինայի շուրջ տեղի ունեցածը, Վրաստանի շուրջ տեղի ունեցած իրավիճակը եւս, այսինքն ամեն առումով Հայաստանը դեռևս չի հասկանում, թե ինչ է կատարվում եւ ինչպես է ճիշտ կողմնորոշվել վերջնական, քանի որ հիմա ցանկացած սխալ քայլ կարող է ավելի մեծ խնդիրներ եւ հետևանքներ առաջացնել մեր համար։ Մեկ բան է հասարակության ցանկությունները, հասարակության պահանջը, մեկ այլ բան է, երբ որ դու տեսնում ես, որ իրոք իրավիճակը շատ անկանխատեսելի է դառնում։ Ես սիրելի հայրենակիցներ, վերջին մեր եթերներում միշտ էլ փորձում եմ դա հասկացնել, դա չի նշանակում, որ Ռուսաստանը հաղթանակ է դառնում, Ուկրաինան պարտության է գնում, պարտվում է, բայց իրավիճակը իրոք բարդացել է, ավելի անկանխատեսելի է դարձել։ Օրինակի համար այսօր, եւ մենք արդեն սահուն ձևով անցնում ենք միջազգային հարցերի քննարկմանը, այսօր օրինակի համար Կիևը շատ լուրջ ձևով ռմբակոծվել է, թե հրթիռների միջոցով են ռմբակոծել, թե անօդաչու սարքերի, եւ Patriot համակարգերը այդքան էֆեկտիվ չեն աշխատել։ Ուկրաինացիները ասում են, որ դա կապված է նրա հետ, որ ռուսները Iskander-M այդ հրթիռային համակարգները սկսել են ավելի կատարելագործել, ինչը բարդացնում է Patriot-ի աշխատանքը։ Նաեւ Ռուսաստանը շատ դանդաղ, բայց փոքրիկ առաջընթացներ ունի, ուկրաինական կողմը հաղորդում է նոր 2-3 գյուղերի գրավման մասին, ճիշտ է այդ տեմպերով, եթե Ռուսաստանը շարժվի առաջ խաղացումը, նրան կարող է հարյուրավոր տարիներ պահանջի, որ ամբողջ Ուկրաինան գրավի, մյուս կողմից Ռուսաստանի Դաշնությունը, քանի որ ունի հաջողություններ, դա է պատճառը, որ չի ցանկանում բանակցություններով ավարտին հասցնել այս պատերազմը,
քանի որ իրենք հույս ունեն, որ ուկրաինական այդ ֆրոնտը առաջին գիծը մի պահ կփլվի եւ նրանք ավելի մեծ առաջընթաց կունենան, չնայած որ դա այս պահի դրությամբ տեղի չի ունենում եւ կարծես թե չի էլ տեղի ունենա, բավականին լուրջ ամրաշինական աշխատանքներ են իրականացվել եւ բավականին լուրջ ձևով կանգնած է ուկրաինական բանակը իր տեղում, բայց քանի որ Ռուսաստանի Դաշնությունն ունի որոշակի հաջողություններ, դա լուրջ մտածելու տեղիք է տալիս թե Վրաստանում եւ թե Հայաստանում եւ ոչ միայն եւ այն անորոշությունը, որը որ կա դաշնակիցների միջև, երեք կարծես խոսել ենք այն մասին, որ Թրամփը հիմա մաքսատուրքեր է սահմանել Եվրամիության նկատմամբ հունիսի 1-ից 50%-անոց, միայն Գերմանիան մի քանի տարիների ընթացքում դրանից հարյուրավոր միլիարդ դոլարների զարար է ունենալու եւ լուրջ խնդիրներ եւ փաստացի այդ անորոշությունը դաշնակիցների միջև շատ մեծ խնդիրներ է ստեղծում նաեւ Ուկրաինայի համար։ Ինչ վերաբերվում է Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների շուրջ բանակցություններին, ապա այդտեղ եւս ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, փորձել եմ հասկանալ թե ինչ է կատարվում եւ դժվար է այդ հայտարարություններից միանշանակ ասել թե ինչ է կատարվում, շատ երկար հայտարարություններ են արվել, բայց ընդհանուր հաշվով ոչինչ չկա։ Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ կողմերը ավելի լավ են սկսել հասկանալ միմյանց դիրքորոշումը, բայց դեռևս որևիցե առաջընթաց չի գրանցվել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև այս բանակցային գործընթացից եւ դա եւս ավելի է բարդացնում իրավիճակը տարածաշրջանում։ Բայց կրկին վերադառնանք Հայաստանի շուրջ տեղի ունեցողին, կարևոր է նշել, որ Հայաստանում Երևանի երկխոսության այդ ֆորումի շրջանակներում տարբեր երկրների արտգործնախարարներ են այցելելու Հայաստան, այսօր նաև տեղեկություն տարածվեց, որ Հունգարիայի արտգործնախարար Սիարտոն է այցելելու Երևան, դրանից բացի Չեռնոգորիայի արտգործնախարարն է նաև փոխվարչապետն է այցելելու, այսինքն նույն մարդն է Չեռնոգորիայի արտգործնախարար եւ փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը, նա է այցելում փաստացի Հայաստան եւ ինչպես գիտենք Ֆրանսիայի արտգործնախարարը եւս այցելում է Հայաստան։ Կարծում եմ կարող է նաև Հայաստան այցելի Վրաստանի արտգործնախարար, համենայն դեպս ես այդպիսի պատկերացում ունեմ եւ դա շատ կարեւոր է, որ մի քանի երկրների միանգամից արտգործնախարարներ այցելում են Հայաստան եւ մասնակցելու են այդ ֆորումին, որը որ կազմակերպում է հայկական կողմը, Հայաստանի Հանրապետությունը։ Հիմնականում սա է, սիրելի հայրենակիցներ, մեծ հարկով ուրիշ հարց կարևոր ունենք քննարկելու Մերձավոր Արևելքից կարող եմ ասել, որ Սիրիայի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե չեմ սխալվում, 180 օրով չեղարկել են պատժամիջոցները, Սիրիայի իշխանությունները ողջունել են, ինչ վերաբերվում է Իսրայելի պատերազմին Գազայի շրջանում, ապա Իսրայելը ավելի է ընդլայնում իր պատերազմական գործողությունները Գազայի շրջանում Համասի նկատմամբ եւ ավելի մեծ տեմպեր է հաղորդում այդ պատերազմին։ Հիմնականում սա է, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ անպայման լայքերի համար ամենամեծ շնորհակալությունը դա լայքերն են, ինչպես նաև ձեր մեկնաբանությունները նույնպես չափազանց կարևոր են։ Եթե կցանկանաք, կարող եք նաև տարածել ձեր սոցիալական ցանցերում մեր այս հաղորդումը, ինչպես նաև եթե մինչև հիմա հələ չեք բաժանորդագրվել մեր ալիքին, անպայման կարող եք բաժանորդագրվել մեր ալիքին։ Բնականաբար խոսքը վերաբերում է կոնկրետ նրանց, ովքեր որ դիտում են մեզ առանց բաժանորդագրվելու, իսկ այդպիսիների թիվը 1-1-40 մինչև 50%-ի է հասնում։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։